ԱՄՆ ողջ տարածքում ռոտավիրուսի վարակները հունվարից կտրուկ աճել են, ցուցանիշները բարձր են հատկապես արևմուտքում և Միդվեսթում։ Այս վիրուսը առաջացնում է ուժեղ փսխում և լուծ, այն առանձնապես վտանգավոր է նորածինների և երեխաների համար։ Բժիշկները մտահոգված են պատվաստումների մակարդակի նվազմամբ։ Չպատվաստված երեխաները հաճախ են հայտնվում հիվանդանոցներում։ Պատվաստանյութից հրաժարվելը նշանակում է ռիսկի ենթարկել երեխաներին։ Վիրուսը չափազանց վարակիչ է և դիմացկուն, հաճախակի ձեռք լվանալը միշտ չէ, որ օգնում է։ Հիվանդության սկզբում լինում է տենդ և փսխում, այնուհետև սկսվում է հաճախակի լուծը։ Ծանր ջրազրկումը երեխաներին տանում է հիվանդանոց, ամեն տարի պատվաստանյութը փրկում է տասնյակ հազարավոր երեխաների, սակայն վերջին 8 տարում պատվաստումները նվազել են, փոխարենը աճում է հոսպիտալացումների թիվը։ ԱՄՆ-ում պատվաստված է երեխաների 73.8%-ը, պատվաստումը ոչ պարտադիր դարձնելու որոշումը շփոթեցրել է ծնողներին։ Թեև դատարանը կասեցրել է փոփոխությունը, վախը մնացել է, փորձագետները կարծում են, որ սա վտանգավոր միտում է։ Ռոտավիրուսը կարող է մահացու լինել, եթե ժամանակին օգնություն չլինի։ Բժիշկները հորդորում են վստահել գիտական տվյալներին։ Պատվաստումը մնում է երեխաների պաշտպանության լավագույն միջոցը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Մերձավոր Արևելքում բախումները շարունակվում են, հաշտեցման ջանքերը ևս, որն է մոտ, պատերազմը թե խաղաղությունը։ Թրամփը ստիպված է հետ վերադարձնել վճարված մաքսատուրքերը, ժամկետներն արդեն սահմանվել են, կարգը ևս։ Զգուշացեք, հաջորդը կարող եք դուք լինել։ Լոս Անջելեսում բնակարանային գողությունների նոր ալիք է սկսվել։ Կրակոցներ դպրոցի առջև 13-ամյա տղան կասկածվում է հարձակման մեջ։ Թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ ԱՄՆ նավատորմը լիովին շրջափակել է Իրանի նավահանգիստները, տնտեսական առևտուրը ծովով դադարեցված է։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը։ Ի պատասխան Իրանը սպառնում է արգելափակել Պարսից ծոցի երթուղիները, Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Թեհրան բանակցելու։ Ենթադրվում է, որ այցի նպատակը ԱՄՆ-Իրան երկխոսության երկրորդ ռաունդի նախապատրաստությունն է։ Հակառակ լարվածության աճին Թրամփը հայտարարել է, որ պատերազմը շատ մոտ է ավարտին, չնայած դրան ԱՄՆ-ն դեռ չի երկարաձգել հրադադարի ռեժիմը։ Թրամփը նաև պնդում է, թե Չինաստանը իրեն խոստացել է, որ Իրանին զենք չի մատակարարի։ ԱՄՆ-ում Իսրայելն ու Լիբանանը վերսկսել են ուղիղ դիվանագիտական երկխոսությունը, ինչին զուգահեռ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում։ Այնտեղ արդեն ավելի քան 1 միլիոն մարդ է տարհանվել։ Զոհերի թիվը ողջ տարածաշրջանում արագ աճում է, Իրանում զոհվել է ավելի քան 3300 մարդ, Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը, Իսրայելում արձանագրվել է 23 մահվան դեպք, զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, ևս 2 ամերիկացի զինվոր մահացել է այլ պատճառներով։ Թրամփը կշարունակի միաձնյա որոշումներ կայացնել Իրանի դեմ գործողությունների հարցում, ԱՄՆ Սենատը կրկին մերժեց ռազմական գործողությունների ոլորտում նախագահի լիազորությունների վերահսկողության նախաձեռնությունը։ Դեմոկրատները կրկին ձախողվեցին 47 կողմ 52 դեմ հարաբերակցությամբ։ Հարցումները ցույց են տալիս պատերազմի նկատմամբ հանրային լայն անվստահությունը։ Դեմոկրատները խոստացել են ամեն շաբաթ քվեարկության դնել այս հարցը։ Նրանք հանրապետականներին մեղադրում են քաոս ստեղծելու մեջ։ Հանրապետականները շարունակում են պաշտպանել Թրամփի քաղաքական գիծը, սակայն նրանց շարքերում ևս աճում են մտահոգությունները։ Ոչ հրապարակային հարթակներում նրանք մտավախություն են հայտնել, որ եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը չկարգավորվի, իրենք լուրջ խնդիրներ են ունենալու միջանկյալ ընտրություններում։ S&P 500 ինդեքսը հասել է պատմական առավելագույն մակարդակի։ Իրանի հետ պատերազմը չի կանգնեցնել ներդրողների լավատեսությունը, ցուցանիշը փակվել է 7022.95 միավորով։ Այն գերազանցել է հունվարյան ռեկորդը, շուկաները արագ հարմարվել են պատերազմի անորոշությանը։ Տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերը կտրուկ աճել են, այս միտումը հիշեցնում է 2020 թվականի հետքովիդյան վերականգնումը։ Ներդրողները կենտրոնացել են ԱՄՆ տնտեսության դրական ազդանշանների վրա։
Թրամփի հայտարարությունները հույս են ներշնչել շուկաներին, նա կարծում է, որ հակամարտությունը մոտ է ապարտին, սակայն նավթի գները աճել են 60%-ով։ Վառելիքի գները հասել են 410 դոլարի։ Տնտեսագետները զգուշացնում են գլոբալ աճի դանդաղման մասին, այնուամենայնիվ վերջին 10 օրվա ընթացքում շուկաները ցույց են տվել 9-8% աճ։ Սա անսպասելի արագ արձագանք է նման լարված իրավիճակում։ Փորձագետները կոչ են անում պահպանել զգուշավորությունը, Իրանի հետ բանակցությունների նոր փուլը կարող է շուտով սկսվել։ Շուկաները նախապես են արձագանքում հնարավոր դրական ելքին։ Առաջիկա շաբաթը վճռորոշ կլինի ֆինանսական շուկաների համար։ Փորձագետների մեծ մասը դեռ խուսափում է կանխատեսումներից։ Նրանց կարծիքով ամեն ինչ կարող է փոխել անգամ մեկ կրակոցը։ Տեղափոխվենք Կալիֆոռնիա, Սան Խոսեի վարորդները դատական հայց են ներկայացրել, նրանք բողոքում են քաղաքում տեղադրված 500 տեսախցիկներից, սարքերը օգտագործում են AI-ը, դրանք գրանցում են մեքենաների պետհամարանիշները և շարժման ուղղությունները, իրավաբանները կարծում են, որ սա սահմանադրական խախտում է, նրանք պահանջում են դատարանից արգելել տվյալների անօրինական հավաքագրումը։ Այս ընկերության համակարգերը լայնորեն կիրառվում են ոստիկանության կողմից։ Սան Խոսեի ոստիկանությունը ունի 474 տեսախցիկ, անցած ամիս դրանք արձանագրել են 2.800.000 մեքենա։ Տեսախցիկները տեղադրված են նաև հիվանդանոցների և փաստաբանական գրասենյակների մոտ։ Սան Խոսեի քաղաքային խորհուրդը կրճատել է տվյալների պահպանման ժամկետը, այժմ այն 1 տարվանից դարձել է 1 ամիս։ Սակայն հայցվորները պահանջում են ավելի խիստ սահմանափակումներ, որոշ օգտատերեր մտահոգված են քաղաքական հետապնդումներով։ Լոս Անջելեսում անհայտ տղամարդը կասկածելի կերպով զննել է տներ Սան Ֆերնանդո հովտում, ըստ ոստիկանության վարկածի նա ընտրել է թիրախներ նախքան կողոպուտ իրականացնելը։ Դեպքերը տեղի են ունեցել Վելի Գլենում և Վելի Վիլիջում։ Առնվազն 2 տուն արդեն թալանվել է, տեղի բնակիչները խուճապի մեջ են։ Ոստիկանությունը զգուշացնում է հնարավոր նոր հարձակումների մասին, քաղաքացիներին կոչ են անում լինել չափազանց զգոն։ Իրավապահները փնտրում են հանցագործին և ուսումնասիրում տեսագրությունները։ Լոս Անջելեսի այս թաղամասում ոստիկանական պարեկությունը ուժեղացվել է։ Բնակիչներին խորհուրդ է տրվում ստուգել իրենց տների անվտանգության համակարգերը։ Թեքսասի ներգաղթյալների կենտրոնում գտնվող 5 երեխաների մայրը ծայրահեղ ցավերով տեղափոխվել է հիվանդանոց, նա ամիսներ շարունակ բուժօգնություն է խնդրել։ Պաշտոնյաները հրաժարվել են կատարել համակարգչային տոմոգրաֆիա։ Կինը կրծքավանդակում նկատել է տարօրինակ գոյացություն, փաստաբանը դիմել է դատարան, պահանջելով ազատ արձակել նրան։ Հետազոտությունները բացահայտել են լուրջ խնդիրներ, ներքին անվտանգության նախարարությունը և այս-ը չեն ընդունում մեղադրանքները, նրանք պնդում են, թե կալանավորները ապահովված են լավագույն խնամքով, սակայն փաստաբանները պնդում են, որ հաստատությունը համակարգված կերպով խուսափում է պատասխանատվությունից։ Ընտանիքը կալանքի տակ է արդեն 10 ամիս։ Դուստրը պատմել է կալանավայրի դաժան պայմանների մասին, եղբայրը ևս վիրահատվել է և վերադարձել ծանր վիճակում։ Պաշտոնյաները ստիպել են նրան քայլել վիրահատությունից անմիջապես հետո։ Ընտանիքը դեռ մնում է կալանավայրում, դատարանը պետք է որոշի նրանց հետագա ճակատագիրը։ Ներգաղթյալների մահվան դեպքերը կալանավայրերում ավելանում են, միաժամանակ այսը նվազեցրել է տեղեկատվության տրամադրման ծավալը։ Նախկին մանրամասն զեկույցները փոխարինվել են կարճ ամփոփումներով, առանց բժշկական մանրամասն տվյալների։ ICE պաշտոնական կայքը հազվադեպ է թարմացվում, այս տարի արձանագրվել է արդեն 16 մահվան դեպք։ Անցյալ տարի գրանցվել էր 33 մահ։ Պաշտոնյաները պնդում են, որ մահացության տոկոսը շատ փոքր է։ Մահվան դեպքերը միշտ չէ, որ ճիշտ են գրանցվում, Թեքսասի Էլ Պասո քաղաքի ճամբարում մահվան դեպք է եղել։ Սկզբում այն որակվել էր որպես ինքնասպանություն, հետագայում դատաբժիշկը այն համարեց սպանություն։ Բազմաթիվ զեկույցներ ուշանում են 90 օրից ավելի։ Այսը արդարանում է ֆինանսավորման խնդիրներով։ Իրավիճակը ծայրահեղ է դառնում կալանավորների համար, մահվան դեպքերի պաշտոնական պատճառները հաճախ մնում են հետաքննության փուլում։ Ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվում է ուղիղ մեկնաբանություններից։ Փաստն այն է, որ Թրամփի վերադարձից հետո կալանավորների թիվը կրկնապատկվել է, սակայն կալանավայրերը հաստատ կրկնակի չեն մեծացել, կալանավորների անհրաժեշտ պայմաններով ապահովելու նրանց հնարավորությունը ևս։
Թրամփի սահմանած գլոբալ տուրքերը կվերադարձվեն, ԱՄՆ վարչակազմը գործարկում է մաքսատուրքերի վերադարձի նոր համակարգ, այն կսկսի աշխատել ապրիլի 20-ին։ Գործընթացը վերաբերում է $166 միլիարդ ապօրինի տուրքերին։ Գերագույն դատարանը փետրվարին չեղարկել էր Թրամփի սահմանած գլոբալ տուրքերը։ Նոր համակարգը կոչվում է CAPE, այն միավորում է բոլոր փոխհատուցումները մեկ էլեկտրոնային վճարման մեջ։ Ներկրողները կստանան նաև տոկոսներ։ ԱՄՆ մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը արդեն ավարտել է նախապատրաստությունը։ Ավելի քան 56,000 ներկրող արդեն հայտ է ներկայացրել, սակայն թիվը կաճի, քանի որ Թրամփի որոշումների արդյունքում ավելի քան 330,000 ներկրողներ էին վճարել այդ տուրքերը։ Ընդհանուր գումարը հասնում է $127 միլիարդ։ Գործակալությունը նախատեսում է փուլային եղանակով գործարկել այս ծրագիրը։ Թրամփը դատապարտել է Գերագույն դատարանի այդ որոշումը։ Նա արդեն սահմանել է նոր տուրքեր այլ օրենքի հիման վրա։ Այդ տուրքերի իրավաչափությունը նույնպես վիճարկվում է դատարանում։ Աղմկահարույց դատական վճիռ, որի արդյունքում ԱՄՆ-ում վաճառվող տոմսերը կարող են էժանանալ, դատարանը Live Nation-ին և Ticketmaster-ին մեղավոր է ճանաչել 5-շաբաթյա դատավարությունից հետո։ Ընկերությունը բարձր գներ էր սահմանել երկրպագուների համար։ Արվեստագետներն էլ զրկվել էին շրջագայության ազատ ընտրությունից։ Դատարանը պարզել է, որ յուրաքանչյուր տոմսի համար $1.72 ավել է գանձվել։ Live Nation-ը կտրականապես հերքում է մենաշնորհային գործողությունները։ Ընկերությունը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։ Ներկրողները արձագանքել են բաժնետոմսերի 5% անկումով։ Ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է վճարել փոխհատուցումներ, սակայն նրանք կասկածի տակ են դնում վնասների հաշվարկը։ Դատավճիռը այս հարցում վերջին խոսքը չէ, նշել են նրանք։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը սա անվանել է պատմական հաղթանակ։ Դատարանը առաջիկա շաբաթներին կորոշի հետագա պատժամիջոցները։ Տոմսերի շուկան կարող է էական փոփոխություններ կրել այս գործից հետո։ Ինտերնետում տարիքի ստուգումը դառնում է պարտադիր պահանջ, շատ նահանգներ արդեն ընդունել են համապատասխան օրենքները։ Կողմնակիցները պնդում են, որ դա պաշտպանում է երեխաներին, սակայն քննադատները զգուշացնում են լուրջ վտանգների մասին։ Օրենքները կարող են սահմանափակել անանուն և ազատ խոսքի իրավունքը։ Կա նաև անձնական տվյալների արտահոսքի մեծ վտանգ։ Թվային իրավունքների պաշտպանները դեմ են պարտադրմանը տվյալների անվտանգության պատճառով։ Discord հարթակը հետաձգել է նոր համակարգի գործարկումը, պատճառը օգտատերերի դժգոհություններ և տվյալների հնարավոր արտահոսքը։ Լոս Անջելեսի դատարանում Meta և Google ընկերությունները պատասխանատվություն են կրել։ Դա նույնպես ավելացրել է ճնշումը տեխնոլոգիական հսկաների վրա։ Մարդիկ չեն ցանկանում հանձնել իրենց անձնական տվյալները համացանցին։ Բանավեճը երեխաների անվտանգության և համացանցային ազատության միջև շարունակվում է։ Հիսուսը ԱՄՆ նախագահի հետ, Թրամփը չի հրաժարվում աստվածային գործերին խառնվելու փորձից։ Համացանցում հրապարակվել է AI-ով գեներացված մի նկար, թե ինչպես է Հիսուսը գրկում իրեն։ Սա արդեն այս թեմայով երկրորդ հրապարակումն է։ Նախորդ օրը նա տարածել էր մեկ այլ պատկեր, այնտեղ ինքը Թրամփը պատկերված էր որպես Հիսուս։ Այս նկարները սուր քննարկումների առիթ են դարձել սոցցանցերում։ Զուգահեռ շարունակվում է Թրամփ-Ռոմի-Պապ հեռակաբանավեճը, ավելի ճիշտ, Պապը գրեթե չի արձագանքում, իսկ Թրամփը պարբերաբար մեղադրում է նրան։ Դեմոկրատները ցանկանում են արգելել նախագահի կողմից փոխհատուցումներ ստանալը։ Պատճառը Թրամփի հայցն է հարկային ծառայությունների դեմ։ Նա պահանջում է $10 միլիարդ հարկային տվյալների արտահոսքի համար։ Այդ գումարը պետք է վճարվի հարկատուների հաշվին։ Օրինագիծը կոչվում է նախագահի կողմից հարկային միջոցների թալանը արգելող օրենք։ Օրինագիծը տարածվում է նաև նախագահի ընտանիքի վրա։ Դեմոկրատները պնդում են, որ նախագահը չպետք է անձնական հաշիվներ մաքրի պետական բյուջեի միջոցով։ Սպիտակ տան խոսնակը քննադատել է դեմոկրատների այս նախաձեռնությունը։ Օրենքը թույլ է տալիս փոխհատուցումներ միայն հատուկ պայմաններով։ Նախագիծը դեռ քվեարկության չի դրվել։ Թրամփի հայցը մնում է քաղաքական սուր բանավեճերի կենտրոնում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Լոս Անջելեսում Նորթ Հիլսի միջնակարգ դպրոցի առջև կրակոցներ են հնչել։ Կասկածյալը 13-ամյա մի տղա է։ 17-ամյա տուժածը ստացել է ազդրի հրազենային վնասվածք։ Տուժածը դպրոցի աշակերտ չէր։ Նա եկել էր կրտսեր քրոջը կամ եղբորը տուն տանելու։ Լոս Անջելեսի ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է հրազենը։ Կասկածյալը դեռ չի ձերբակալվել։ Ականատեսները նշում են, որ նա նույն դպրոցի աշակերտ է։ Դպրոցն անմիջապես անցել է արտակարգ դրության։ Տնօրենը հաստատել է, որ ուսումնական հաստատությունը փակվել է։ Հնարավոր
կասկածյալներից 2-ին ոստիկանները սկզբում ձերբակալել էին, նրանք հետագայում անմեղ են ճանաչվել եւ ազատ են արձակվել։ Ավելի ուշ դպրոցի արգելափակումը հանվել է։ Ոստիկանությունը հավելյալ պարեկային խմբեր կտեղակայի, ուսումնական հաստատությունում հարձակման հստակ դրդապատճառները դեռևս անհայտ են։ Լոս Անջելեսի Նյու Հեմփշիրի պողոտայի վրա խոշոր հրդեհ է բռնկվել եռահարկ շենքի ներսում։ Ծուխը պատել է նաև հարակից Վերմոնտ պողոտայի մի հատվածը։ Կրակի դեմ պայքարել է 80 հրշեջ։ Տուժածներ չեն գրանցվել։ Շենքը եղել է չօգտագործվող ու դատարկ։ Շրջակա բնակելի տները եւս չեն վնասվել։ Հրդեհի պատճառները դեռ մնում են անհայտ։ Մասնագետները սկսել են հետաքննություն դեպքի վայրում։ Լքված շենքում հրդեհի ծագումը հարցեր է առաջացնում, քանի որ այն չէր կարող ծագել առանց մարդու միջամտության։ Թաղամասի բնակիչներին հորդորում են զգոն լինել, հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, հաջորդիվ իմ գործընկեր Մանու Հարությունյանն է շարունակելու թողարկումը առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Կինո, համերգ, մանկական ներկայացում, բաց չթողնեք ու հետաքրքիր ժամանցի ձեր նախընտրած տարբերակը հաստատ կգտնեք։ Բարև ձեզ, օրը հինգշաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։ Խորեն Լևոնյանը երաժշտության և կինոյի սիրահարներին հրավիրում է Cinema and Beyond խորագրով յուրահատուկ համերգին։ Սա ավելին է, քան պարզապես համերգ, սա երաժշտական ներկայացում է, անսովոր զգացողություններ ու բարձրաճաշակ մշակութային ժամանց, որի մասը կարող է կազմել նաև դուք ապրիլի 25-ին երեկոյան ժամը 7-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում։ Լոս Անջելեսի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը հրավիրում է կինոյի սիրահարներին։ Ծանոթացեք նորահայտ ռեժիսորների լավագույն կարճամետրաժ ֆիլմերին, դիտեք հետաքրքիր պատմություններ մեծ էկրանին և միացեք Լոս Անջելեսի կինեմատոգրաֆիական աշխույժ միջավայրին։ Ապրիլի 26-ին ժամը 11-ին Լոս Անջելեսի The Broadwater Main Stage-ում։ Կինոսերներին հրավիրում ենք դիտելու կրկին փորձիր հայկական կինոկատակերգությունը։ Ֆիլմը մի երիտասարդի մասին է, որը հանուն սիրով վաճառում է իր հոգին, փոխարենը ստանալով 6 ցանկություն կատարելու հնարավորություն։ Ու սկսվում է անակնկալներով ու արկածներով լի մի պատմություն, որն անհնար է դիտել առանց լիաթոք ծիծաղի։ Ծիծաղեք նաև դուք ապրիլի 26-ին երեկոյան ժամը 7:30 Glendale-ի Look Dine-in Cinemas-ում։ Իսկ եթե ապրիլի 26-ին չհասցնեք, կատակերգությունը դիտելու հնարավորություն կունենաք ապրիլի 30-ի նույն տեղում, նույն ժամին։ Հերթը հասավ երաժշտության սիրահարներին։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր Ռայան Բենքրոֆթը և թավջութակահարուհի Ալիսա Վայլտերշտայնը հրավիրում են դասական երաժշտության սիրահարներին բացահայտելու Շոստակովիչի և Սիբելիուսի գլուխգործոցները։ Ապրիլի 18-ին ժամը 14-ին Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall-ում։ Լեգենդար Թամարա Գվերցիթելին հրավիրում է իր արվեստի սիրահարներին մասնակցելու հոբելյանական համերգին։ Բացառիկ ձայնային տվյալներով օժտված երգչուհին կներկայացնի իր հարուստ երգացանկը։ Զգացեք Գվերցիթելի կատարումների կախարդանքը վրացական հոգեպարար մեղեդիներից մինչև համաշխարհային դասական հիթեր։ Ապրիլի 19-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի Wilshire Able Theatre-ում։ Առաջարկներ կան բացօթյա հանգստի սիրահարների համար։ Masters of Taste-ը հրավիրում է համի և բարեգործության սիրահարներին։ Հարավային Կալիֆոռնիայի լավագույն խոհարարները, խմիչքների և քաղցրավենիքի վարպետները հավաքվում են լեգենդար Rose Bowl մարզադաշտի խաղադաշտում համտեսի և անմոռանալի երեկոյի։ Միջոցառումը նպատակ ունի օգնել Union Station Homeless Services բարեգործական կազմակերպությանը աջակցելով Սան Գաբրիել հովտի անօթևաններին։ Ապրիլի 19-ին ժամը 3-ին Փասադենայի Rose Bowl մարզադաշտում։ Լոս Անջելեսի կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին վայելելու գարնանային տոնախմբությունը։ LA Zoo Bloom-ը հնարավորություն է ընձեռում մասնակցելու Mission Safari թեմատիկ լաբիրինթոսին, լուսանկարվելու գունագեղ դեկորացիաների ֆոնին և հանդիպելու զվարճալի կերպարների։ Միջոցառումը սկսվել է մարտի 27-ից և կշարունակվի մինչև մայիսի 25-ը առավոտյան ժամը 10-ից երեկոյան ժամը 4-ը Լոս Անջելեսի կենդանաբանական այգում։ Sis Elavian ապրիլի 26-ին հրավիրում է բոլորին վայելելու արևմտյան Լոս Անջելեսի փողոցները առանց ավտոմեքենաների։
Սա 2026 թվականի առաջին միջոցառումն է, որը 3 մղոն երկարությամբ հատվածը վերածում է հսկայական զբոսայգու, նախատեսված քայլելու, հեծանվավազքի, չմշկասահքի եւ ժամանցի համար։ Կլինեն հատուկ հատվածներ, որտեղ կգտնեք անվճար ջրի կայաններ, հեծանիվների վերանորոգման, առաջին օգնության եւ ընտանեկան զվարճանքների կետեր։ Հերթահասակ փոքրիկներին եւ նրանց ծնողներին հրավիրում ենք դիտելու Գնդելիկ Բոքոնիկը զվարճալի տիկնիկային ներկայացումը։ Սա հին ու ծանոթ պատմության նոր մեկնաբանությունն է։ Այնպես որ ուրախ պահերի պակաս հանդիսատեսը չի ունենա ապրիլի 26-ին ժամը 1-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ի փոքր բեմում։ Եվս մեկ առաջարկ փոքրիկների համար կարմիր գլխարկը սիրված հեքիաթի բեմադրությունը, սա թերևս աշխարհի ամենատարածված հեքիաթներից մեկն է, բայց միևնույն է, բոլոր տարիքի երեխաները շարունակում են ամեն անգամ սիրով լսել ծանոթ պատմությունը։ Հերթական անգամ նման հնարավորություն կլինի ապրիլի 26-ին երեկոյան ժամը 4-ին Փասադենայի AGB Performing Arts Center-ի փոքր բեմում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։